Բարոյ, մինչ երկրի ներսում Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքների իրավական ճակատագիրը, երկրից դուրս Հայաստանի համար մեկ այլ քննություն է աշխարհաքաղաքական։ Մոսկվան շարունակում է կոշտացնել իր տնտեսական եւ քաղաքական հռետորաբանությունը Հայաստանի համար։ Եվրամիությունը ճիշտ հակառակը խորացնում է հարաբերությունները Հայաստանի հետ, տրամադրում է քաղաքական, տնտեսական, ֆինանսական աջակցություն։ Մերձավոր Արևելքում տեղի ունենում զարգացումներ, որոնք ամբողջապես կարող են փոխել տարածաշրջանը, ռուս-ուկրաինական պատերազմը կարծես վերաձևում է ամբողջ միջազգային հարաբերությունների քարտեզը, եւ այդ քարտեզում Բելարուսը կարծես թե ցույց է տալիս, թե արագ փոփոխվող աշխարհում ինչքան արագ կարող են փոխվել նաեւ բարեկամները եւ հարաբերությունները։ Այնինչ ես նշեցի, սրանք առանձին պատմություններ չեն, սրանք նույն պատմության տարբեր գլուխներ են։ Աշխարհը արագ փոփոխվում է եւ Հայաստանը այդ փոփոխությունների մեջ ձգտում է գտնել իր տեղը։ Այսօր փորձելու ենք խոսել Հայաստանի շուրջ այս զարգացումների Հայաստանում եւ Հայաստանի շուրջ այս զարգացումների մասին, փորձելու ենք հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ ռիսկեր են առաջանում Հայաստանի համար եւ ինչ հնարավորություններ են բացվում, եթե մեր պետությունը կարողանա ճիշտ եւ ճշգրիտ տեսնել աշխարհաքաղաքական փոփոխությունների այս նշանները։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, բարև ձեզ։ Սկսենք երկրի ներսից Սահմանադրական դատարան, որտեղ, ինչպես նշեցի, Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքների իրավական ճակատագիրը։ Ես ասում եմ իրավական, բայց պիտի հարցնեմ ձեր կարծիքով ինչ է կատարվում այստեղ քաղաքական պայքարն է շարունակվում, թե զուտ իրավական գործընթաց է սա։ Իհարկե զուգահեռաբար երկու գործընթացներն ընթանում են, բայց մի տպավորություն ասեմ, իրականում դա տպավորություն է, կարծես թե այն քաղաքական ուժերը, որոնք ըստ որոշակի պատկերացումների պիտի իրենք ամենաշատը շահագրգռված լինեին, որ Սահմանադրական դատարանում հաղթեն, այսինքն նոր ընտրություններ լինեն, նրանք ընդհակառակը իրավական եւ ոչ միայն իրավական, այլ նաեւ որոշ դեպքերում քաղաքական այնպիսի խոսույթներ, այնպիսի տեղեկությունների հեղեղ են ներկայացնում Սահմանադրական դատարանում, այնպիսի ուղղությամբ են տանում գործընթացը, որ կարծես թե փորձում են այնպես անել, ես ասացի, որ դա իմ տպավորությունն է, փորձում են այնպես անել, որ այն հիմքերը, որոնք գուցե հնարավորություն տային Սահմանադրական դատարանի բավարարել հայցերը, այդ հիմքերը երկրորդական դառնան, ուշադրության չարժանան։ Ավելի կոնկրետ ասեմ, ըստ էության 3 տեղամասերը, որտեղ խնդիր կար եւ որոնց արդյունքները զրոյացվեցին եւ որի վերաբերյալ ըստ տարբեր իրավաբանների բավական լուրջ ծանրակշիռ խնդիրներ են առաջացել եւ Սահմանադրական դատարանը գուցե գնահատի, որ դրանք բավարար են նոր ընտրություններ նշանակելու համար, կարծես թե երկրորդ պլան է մղված եւ խոսում են այս մեկի հայտարարության մասին, այն մյուսի հայտարարության մասին, թե այս գործը բացեցին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան հայտարարեց, այն մյուս հարցը այսպես եղավ, որովհետեւ հայտարարել էր քննչական կոմիտեն, անկարգորուպցիոն կոմիտեն եւ այլն եւ այլն։ Այսինքն անլրջացվում է գործընթացը, ընդ որում եւ իրավական եւ քաղաքական առումով է անլրջացվում գործընթացը։ Գուցե կան որոշակի ներքին, ուրեմն շարժուձևեր կամ ներքին գործընթացներ, որոնք ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարան դիմել այս ուժերը ցանկանում էին, բայց հաղթել չեն ցանկանում, եւ սա հենց քաղաքական տրամաբանություն ունի։ Այսինքն ձեր այդ տպավորությունից կարելի է բխեցնել, որ այդ ուժերին, ովքեր որ բողոքարկում են կամ վիճարկում են ընտրությունների արդյունքը, առանձնապես ձեռնտու չեն Սահմանադրական դատարանի այն որոշումը, ըստ որի անվավեճ կճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Ըստ էության ստացվում է, այո, ես նկատի չունեմ բոլոր 7 ուժերին, խոսքը հիմնական քաղաքական ուժերի մասին է, որոնք ընդդիմություն են։ 3 հիմնական ռուսամետ քաղաքական ուժերը, Հայաստան Դաշինքը, Ուժեղ Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը, գուցե Բարգավաճի դեպքում մի փոքր այդպես չէ, բայց Հայաստան Դաշինքի եւ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, ընդ որում հետաքրքիր է, որ Սահմանադրական դատարանի դատարանը երբեմն խառնում են նրանց, որովհետեւ ես ինքս էլ երբեմն չեմ կարողանում հասկանալ, թե ի վերջո այս մարտը Հայաստան Դաշինքն է ներկայացնում, թե Ուժեղ Հայաստանը, այնպես են նրանք այդպես մխրճվել մեկը մյուսի մեջ, այդպես իրենց անդամներով, ներկայացուցիչներով եւ ստացվում է, որ այս իրավիճակում
կարծես թե ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը չեն ցանկանում, այո, գոնե տպավորությունը այդպեսին չեն ցանկանում։ Այսինքն ցանկանում են վերցնել մանդատները գնալ խորհրդարան։ Ըստ էության, այո, ես համոզված եմ, որ եթե Սահմանադրական դատարանում այլ որոշում չկայացվի, այսինքն նորընտրություններ չնշանակվեն, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը մանդատները վերցնելու են, ընդ որում իրենք այդպես ոչ 100%-ով, բայց արդեն հասկացրել են իրենց հետևորդներին, որ հույսեր չունենաք, թե մենք մանդատներ չենք վերցնելու, մենք վերցնելու ենք, գնալու ենք եւ պայքարելու ենք ազգային ժողովում, ինչպես պայքարում են վերջին 7 տարիների ընթացքում, ցավոք սրտի պայքարելու են ոչ թե քաղաքացիական պայմանագրի կամ Հայաստանի իշխանությունների դեմ, այլ Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ նախորդ 7 տարին հենց դա են արել նրանք, բայց իրավիճակը սա է։ Այսինքն ստացվում է մի իրավիճակ, երբ որ եթե Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողնում կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումը, ճանաչում է ընտրությունների արդյունքները, այս պարագայում ընդդիմությունը կասի, որ մեր գործիքակազմը սրանով ավարտվեց եւ մենք գնում ենք խորհրդարան աշխատելու։ Ես չէի ասի, թե նրանք կասեն մենք գնում ենք խորհրդարան աշխատելու, նրանք կասեն արտախորհրդարանական գործիքակազմը այսքան ներավարտվեց, հիմա մենք պիտի գնանք պայքարը շարունակենք խորհրդարանում։ Հա, պայքարը շարունակենք։ Սա իհարկե բառախաղ է, բայց փաստացի այս բառախաղի միջոցով են նրանք գնալու, մանդատները վերցնելու, 5 տարի աշխատավարձ ստանալու, պարգևավճարներ ստանալու, որոնց վերաբերյալ ամեն առիթով եւ անառիթ գոռում են, թե դա թալան է եւ այլն, բայց իրենք գնալու են, ստանալու են այդ պարգևավճարները, օգտվելու են այդ ամենից եւ 5 տարի հետո նորից վերադառնալու են նույն խոսույթով, ես համոզված եմ։ Իսկ ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, այստեղ քաղաքական ցնցումներ պիտի սպասել։ Չեմ կարծում քաղաքական ցնցումներ կլինեն։ Իրականում, եթե անվավեր ճանաչի նոր ընտրություններ են լինելու, ընդ որում շատ ավելի կարճ ժամանակում կան հերթական ընտրություններն էին, շատ կարևոր է, որ արտահերթ ընտրություններ չեղան, որովհետև հերթական ընտրությունների հնարավորություն տվեցին նոր օրենսգիրքը ուժի մեջ մտցնել, օրենսգիրքում այդպես էր գրված, եւ հիմա նոր ընտրությունները նորից կլինեն նոր օրենսգիրքով։ Իմ գնահատմամբ նոր ընտրություններից շահող կլինեն երկու քաղաքական ուժեր, առաջինը դա քաղաքացիական պայմանագիրն է, որը մասնակցությունը այլևս իմ կարծիքով այդքան բարձր չի լինի, որովհետև հնարավոր չի լինի այդպես արագ մոբիլիզացնել նորից ժողովրդին, ինչպես արվել էր ամիսների ընթացքում։ Այդ ցածր մասնակցության արդյունքում քաղաքացիական պայմանագրի տոկոսները ավելի բարձր կլինեն, եւ երկրորդ Բարգավաճ Հայաստանը ամենայն հավանականությամբ կարողանա 4%-ը հաղթահարել։ Իսկ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը հավանաբար կկորցնեն իրենց դիրքերը։ Լավ, հետևում ենք իրադարձություններին, բնականաբար կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կայացնի, բայց այսպեսի մի հարց մենք հիմա ականատես ենք ընդդիմության կողմից արդյունքների վիճարկմանը Սահմանադրական դատարանում, նման իրավիճակներ մենք ունեցել ենք նաև նախընթաց տարիներին մինչև հեղափոխությունը, դուք ինչ-որ փոփոխություն, տարբերություն իրավական մշակույթի աճ տեսնում եք, թե նույն գործընթացներն նման։ Ես առաջին հերթին պիտի նշեմ, որ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը աննախադեպ բարձր է, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ակնհայտ մեծամասնությունը վստահ չէ, որ Սահմանադրական դատարանը պաշտպանելու է իշխանություններին։ Մինչև 2018 թվականը այդպես չէր։ Կար վստահություն, որ Սահմանադրական դատարանը ցանկացած դեպքում պաշտպանելու է իշխանություններին։ Նույնիսկ 2003 թվականին, երբ Սահմանադրական դատարանը խորհրդատվական որոշում ընդունեց 1 տարի հետո վստահության հանրակրվե անցկացնել, նույնիսկ դա խորհրդատվական այդ խորհուրդը կարելի է ընդունել, թե չի կարելի ընդունել, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ գտան, որ սա իշխանություններին նվեր էր, այսպես ասած, մարդիկ այդպես էին կարծում ամենայն դեպս, իսկ այսօր չկա այդ վստահությունը եւ այն մարդիկ օրինակ ովքեր անվերապահորեն քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ են, նրանք որոշակի մտավախություններ ունեն, որ Սահմանադրական դատարանը կարող է չեղարկել ընտրությունների արդյունքները, իսկ նախկինում իշխանության այդպես հավատարիմ կողմնակիցները երբևէ չէին կարծում, թե Սահմանադրական դատարանը կարող է իրենց դեմ որոշում կայացնել, ըստ էության այն պատճառով, որովհետև նախկին Սահմանադրական դատարանը նախկին իշխանությունների կցորդն էր, ոչ թե անկախ մարմին։ Դե այն ժամանակ դուք հիշեցիք վստահության հանրակրվեն, կարծես թե Սահմանադրական դատարանի դեմքը փրկելու համար նման առաջարկ արեց, բայց դա Սահմանադրական դատարանի որոշման մեջ էր եւ հանրապետության իշխանությունները ասացին խորհրդատվական բան է, մենք չենք ընդունում այդ խորհուրդը, անցանք առաջ։ Դե հասկանալի է։ Լավ, մենք էլ անցնենք առաջ, հիմա այս ընտրությունների հետ կապված միջազգային դիտորդները բարձր գնահատեցին, աշխարհի մի շարք երկրներ մեծամասնությունը շնորհավորել են այս ընտրությունների Նիկոլ Փաշինյանի հաղթանակը եւ այլն։ Հիմա Սահմանադրական դատարանի որոշումը ինչ որ արժեք նշանակություն ունի արտաքին աշխարհի համար։ Գիտեք, լեգիտիմության առումով ես կարծում եմ լեգիտիմությունը նրա, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Հայաստանում իշխանությունը որևէ կասկածի տեղիք տալ չի կարող, որովհետև ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ նաև բոլոր հարցումները,
իհարկե չեզոք հարցումները, գելապների մասին չենք խոսում, բոլոր քաղաքագիտական վերլուծությունները ամենից ցույց են տալիս, որ իսկապես Հայաստանում մարդկանց ակնհայտ մեծամասնությունը ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը շարունակեն իշխել։ Եվ արդյունքը այդպիսին է, այո, Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական ուժը շարունակում են իշխել։ Այսինքն լեգիտիմության խնդիր ընտրությունները չունեն։ Խնդիրը Բարգավաճ Հայաստանի հետ կապված է, խնդիրը նրա հետ է կապված, որ Հայաստանում կար 4% գումարած մեկ մարդ, ովքեր պատրաստ էին վեր գնալ ընտրատեղամաս քվեարկել, որպեսզի Բարգավաճ Հայաստանը լիներ ազգային ժողովում, բայց իրադարձությունները այնպես զարգացան, որ դա տեղի չունեցավ։ Եվ այստեղ կա լեգիտիմության խնդիր, որը ստվերում է որոշակիորեն ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանի որոշումը կգա այս նշած այդ լեգիտիմության խնդիրը որոշակիորեն մեղմելու, եթե օրինակ նոր ընտրություններ չանցկացվեն, մեղմելու թե փակելու։ Եթե նոր ընտրություններ անցկացվեն, ակնհայտորեն փակելու, եթե նոր ընտրություններ չանցկացվեն, որոշակիորեն մեղմելու, որովհետև ի վերջո, եթե սահմանադրական դատարանը հայտարարի, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում, ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, բոլոր ասելով նկատի ունենք բոլոր նրանց, ովքեր բողոքում են այս ընթացքում, բողոքելու են դրանից հետո էլ, այսինքն որոշակի խնդիրներ բողոքելու են, բայց իրավական առումով արդեն սահմանադրական դատարանը հարցը փակում է, հասկանալի է, ներպետական մեխանիզմները ավարտվում են, սահմանադրական դատարանը հարցը փակում է, բայց լեգիտիմության խնդիրը մնում է, որովհետև այն մարդիկ, ովքեր գնացել են քվեարկել են Բարգավաճ Հայաստանին եւ իրենք գիտեն, որ իրենք 4%-ից ավելի են, փաստացի իրենց կուսակցությունը չեն տեսնելու ազգային ժողովում։ Դա նշանակում է, որ այս մակարդակում լեգիտիմության խնդիրը ընդդիմությունը դա պիտի շարքի անընդհատ մինչև իհարկե 5 տարի շարունակ ընդդիմությունը դա ոչ միայն շահարկելու է, այլ նաև ոչ թե շահարկելով, այլ արդարացիորեն է օգտագործելու, որովհետև իսկապես Հայաստանում կա 4% գումարած մեկ մարդ։ Սա խաղաթուղթ է նաև Ռուսաստանի ձեռքին։ Այո, սա խաղաթուղթ է, այս խաղաթուղթը Ռուսաստանը օգտագործելու է մեր դեմ, այստեղ ակնհայտորեն միայն շահարկում է լինելու արտաքին ուժերի կողմից, ոչ միայն Ռուսաստանը, նաև Բելարուսն է հավանաբար իր այդ արդեն բավական զառամյալ ղեկավարի հետ փորձելու Հայաստանի նկատմամբ օգտագործել այս խաղաթուղթը։ Մենք տեսնում ենք, թե ինչեր են հայտարարում ռուս պրոպագանդիստները, նրանք շարունակելու են դրա մասին հայտարարել ել ավելի կոշտ ձևակերպումներով, Գագիկ Ծառուկյանին հերոսացնելով եւ այլն։ Այսինքն խնդիրը այստեղ մնալու է։ Իհարկե այդ խնդիրը այնպեսի խնդիր չէ, որ երկրի հիմքերը քայքայի, բայց այնպեսի խնդիր է, որը անընդհատ պղտորելու է, ճիշտ ասած, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես կցանկանայի, որ նոր ընտրություններ լինել, այս հարցը փակվեր։ Առավել եւս որ քաղաքացիական պայմանագիրը համոզված է նոր ընտրությունների արդյունքում ավելի լավ արդյունք։ Գուցե սահմանադրական մեծամասնություններ ստանար։ Գուցե սահմանադրական մեծամասնություն։ Մենք խոսեցինք այն մասին, որ մի շարք երկրներ Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ շնորհավորել են այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրի հաղթանակ եւ այդ շարքում չէ Ռուսաստանը ոչ միայն չի շնորհավորում, այլև գնալով կարծես էլ ավելի է կոշտացնում տնտեսական քաղաքական հռետորաբանությունը։ Սա պարզապես դժգոհություն է, թե արդեն երկարաժամկետ ռազմավարություն Հայաստանի նկատմամբ։ Գիտեք, ես կարծում եմ սա մի փոքր հապաղում է, որ շփոթմունքից դուրս գան, որովհետև ակնհայտորեն Ռուսաստանում չէին սպասում նման արդյունք։ Ռուսաստանում չէին սպասում նման արդյունք, որովհետև Հայաստանից իրենց տրվող տեղեկությունները ակնհայտորեն չէին համապատասխանում իրականությանը եւ նրանք կարծում էին, թե Հայաստանի Հանրապետությունում բացարձակապես այլ իրավիճակ է։ Նրանք կարծում էին, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե համատարած ընտրակեղծիքներ լինեն եւ այդ ընտրակեղծիքները նկատելի կլինեն։ Այժմ համատարած ընտրակեղծիքներ չեն եղել եւ Նիկոլ Փաշինյանը հաղթել է եւ փաստացի Կրեմլում այն ինչ իրենք սպասում էին չի եղել։ Եվ այդ պատճառով իմ կարծիքով բավական լուրջ ներքին այդպես խնդիրներ են առաջացել նրանց հետ, ովքեր այդ տեղեկությունը իրենց հասցնում էին, նրանց հետ, ովքեր ռեսուրսներ էին ստանում, ռեսուրսներ էին այդտեղ ծախսում, նրանց հետ, ովքեր հավատացնում էին, թե այդ ռեսուրսները իրենց նպատակին կծառայեն, բայց այդպես չի եղել։ Փաստացի լավ հարցային է, թե հիմա դա պարզապես դժգոհություն է, թե ինչպես դուք եք ասում, այդ վիճակից շոկից դուրս գալու, թե իսկապես արդեն երկարաժամկետ ռազմավարություն է Հայաստանի նկատմամբ պայմանավորված ոչ միայն ընտրություններով, այլև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրություններով։ Իմ գնահատմամբ սա առաջին հերթին շոկ է։ Իհարկե այն, որ Ռուսաստանը Հայաստանին հանգիստ չի թողնելու կամ երբ ի վերջո շնորհավորի Պուտինից, Պուտինը վերջի շնորհավորելու է, շնորհավորելուց հետո ամեն ինչ այդպես հարթ ու խաղաղ չի լինելու, դա փաստ է։ Բայց նաև կարծել, թե այս այսպես ասենք պնդողակը անընդհատ սեղմվելու է, այդպես էլ
չի լինելու, որովհետև Ռուսաստանին էլ ձեռնտուչային իրավիճակը, որը կա, եկեք ուշադրություն դարձնենք Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում Հայաստանի տնտեսությունը ահագին շահել է։ Բավական ոլորտներ կան, ուղղություններ կան, որոնք բացվել են մեզ համար, բայց դրանք հաստատապես 100%-ով չէին բացվի, եթե Ռուսաստանը նման քաղաքականություն չվարեր Հայաստանի նկատմամբ։ Ընդ որում դա չի վերաբերում միայն Եվրամիությանը եւ Եվրամիության շուկաներին, դա վերաբերում է նաեւ օրինակ Մերձավոր Արևելքում գտած նոր շուկաներին, որոնք հանկարծ հայտնվել են եւ պարզվել է, որ Սաուդյան Արաբիայում հայկական ելակ է ցանկանում ուտել։ Մինչև հիմա չկար։ Այսինքն Ռուսաստանի այն մոտեցումը, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը կարող է ունենալ կամ պիտի ունենա տնտեսական գին, ձեր համոզմամբ այդ գինը այնքան էլ թանկ չէ։ Գիտեք, եկեք ամեն դեպքում չշտապենք, որովհետև գործընթացները դեռ շատ կարճ ժամանակ է որ տեղի են ունենում։ Այդ գինը կարող է թանկ լինել, եթե երկար ժամանակ շարունակվի։ Տեսեք, Ծիրանը նոր է հասել, խաղողը դեռ չի հասել։ Տեսնենք, թե ինչպես է կառավարում Հայաստանը այս մարտահրավերները։ Ի վերջո կա նաև այլ տարբերակ, որ գուցե մինչև խաղողի հասնելը փոխվի Ռուսաստանի դիրքորոշումը։ Դա էլ է հնարավոր նրանից հետո, երբ Պուտինը կշնորհավորի Փաշինյանին։ Բայց խնդիրներ այո լինելու են եւ Հայաստանը պետք է անկախ նրանից փոխվի այս մոտեցումը Ռուսաստանը չի փոխվի, Հայաստանը պետք է շարունակի աշխատել ճգնաժամային ռեժիմի նման։ Այսինքն նույնիսկ եթե Ռուսաստանը բացի, մենք պետք է աշխատենք այնպես, կարծես թե փակ է այդ ճանապարհը։ Ճգնաժամի նման եւ դիվերսիֆիկացնի, բազմազանեցնի իր շուկաները, նոր շուկաներ գտնի եւ այլն, եւ այդ ցանկում առաջինը Եվրամիությունն է։ Եվրամիությունը փորձում է օգնել շուկան բացել, չգիտեմ, մաքսային արտոնություններ տրամադրել եւ այլն եւ այլն։ Սա տնտեսականից զատ նաեւ քաղաքական ուղիղ եւ բաց մրցակցություն է Ռուսաստան, Եվրամիություն Հայաստանի համար, Հայաստանում Հայաստանի համար։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Ռուսնեֆրի նյուզի եթերում, ես զրուցում եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, մենք խոսեցինք սահմանադրական դատարանի մասին, որտեղ քննվում է ընտրությունների արդյունքների հարցը Ռուսաստանի դիրքորոշման մասին, նաև Հայաստանի շուկաները դիվերսիֆիկացնելու եւ այս համատեքստում Եվրամիության մասին։ Խնդրում եմ հարցը դիտարկել եւ տնտեսական եւ քաղաքական հարթության մեջ, սա նաև քաղաքական մրցակցություն է բացահայտ Հայաստանում Հայաստանի համար։ Սկզբում տնտեսականի մասին կասեմ, այո, ակնհայտ տնտեսական մրցակցություն է այստեղ եւ ընդ որում Եվրամիությունը կարծես թե այդ մրցակցության մեջ նոր խաղացող է։ Մինչ այժմ տնտեսական առումով Եվրամիությունը չի մրցակցել Հայաստանի ռեսուրսների համար, բայց այս պահին կարծես թե Եվրամիությունում սկսում են ցանկանալ, որ տնտեսական առումով եւ Հայաստանը եւս կապ են իրենց հետ, առավել եւս երբ խոսակցություններ են գնում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ինչը ակնհայտորեն Եվրամիության համար շատ ավելի կարևոր, շատ ավելի առանցքային է դարձնում Հայաստանը կապված նրա հետ, որ արևելք-արևմուտք կապը հարավային Կովկասով եթե տեղի ունենա, դա Եվրամիության համար ազատ շնչելու հնարավորություն է անկախ Ռուսաստանի եւ Իրանի ռեժիմներից։ Ինչ վերաբերում է քաղաքական առումին, ապա ես չէի ասի, թե սա քաղաքական մրցակցություն է։ Սա ոչ թե քաղաքական մրցակցություն է, սա Հայաստանի Հանրապետության քաղաքական դիրքորոշման աշխարհաքաղաքական տեղի դիրքին սատարելու գործընթաց է Եվրամիության կողմից։ Այսինքն Եվրամիությունը ոչ թե մրցակցում է այստեղ Ռուսաստանի հետ, այլ Եվրամիությունը Հայաստանին հնարավորություն է տալիս, որ Հայաստանը կարողանա դիմանալ Ռուսաստանի դե դա Հայաստանի սիրուն աչքերի համար չի։ Ոչ, ես նշեցի։ Իր սեփական քաղաքական շահերն են նաև։ Իր սեփական տնտեսական շահերն են։ Իհարկե քաղաքականը դրա հետևից գալիս է, քաղաքականը կա, բնականաբար, տեսեք, երբ մենք ասում ենք, թե Եվրամիությունն ու Ռուսաստանը մրցակցում են, եթե այսպես ձևակերպենք, ստացվում է, որ Հայաստանը ընտրություն է կատարում եւ այդ ընտրության մեջ Եվրամիությունը եւ Ռուսաստանը փորձում են առաջարկել ինչ-որ բան։ Այսինքն դուք գտնվում եք, որ Հայաստանը կարող է երկու կողմից էլ օգտվել միաժամանակ։ Չէ, ես տեսեք, հենց դրա համար եմ ասում, որ քաղաքական մրցակցություն ես չեմ տեսնում։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանը ընտրություն չի կատարում, Հայաստանը ընտրությունը կատարել վերջացրել է։ Հայաստանին առաջարկներ են գալիս Եվրամիությունից եւ սպառնալիքներ են գալիս Ռուսաստանից։ Հայաստանը արդեն որոշել է, որ ինքը այդ առաջարկների ճանապարհով է գնալու եւ թույլ չի տալու սպառնալիքներին։ Եվ այստեղ ընդհանրապես Հայաստանը պետք է աջակցություն, Եվրամիությունը փորձում է այդ աջակցությունը տրամադրել։ Այսինքն քաղաքական առումով ոչ թե երկու կենտրոններ, երկու ուժեր մրցակցում են, որ իրենց ընտրի Հայաստանը, այլ քաղաքական առումով Հայաստանը ընտրությունը կատարել վերջացրել է, մեկ ուժը փորձում է ընտրությունը, որ կատարել վերջացրել։ Այն է, որ քաղաքական առումով Հայաստանը Ռուսաստանի ճամբարում չի գտնվելու հետագայում։ Իհարկե, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ հարցերում կարելի է իշխանություններին քննադատել, սկսած հապկում դեռևս որպես բուտաֆորիա մնալուց մինչև մնացած
ինտեգրացիոն կառույցներ եւ այլն, բայց ամեն դեպքում Հայաստանը իր ընտրությունը կատարել է, ընդ որում Հայաստանի ժողովուրդն է իր ընտրությունը կատարել եւ լավ, իսկ ինչ է նշանակում Ռուսաստանի ճամբարում չգտնվելը։ Դա նշանակում է, որ երկու կողմից էլ օգտվել, բալանսավորել, հավասարակշռել, թե չէ, տեսեք, դա նշանակում է, որ այն հակասությունը, որը գոյություն ունի այսօր Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ, այն հակասությունը, որում Միացյալ Նահանգներն ու Չինաստանն են եւ Ռուսաստանը ակնհայտորեն Չինաստանի դաշտում է խաղում, այդ հակասությունում Հայաստանը չի խաղում այդ դաշտում։ Սա չի նշանակում, որ Հայաստանը Ռուսաստանի կամ Չինաստանի հետ չի աշխատելու։ Ակնհայտ է, որ Հայաստանը աշխատելու է եւ Ռուսաստանի հետ, Չինաստանի եւ այդ երկրներն են Հայաստանի հետ աշխատելու։ Սա նշանակում է մեկ բան, որ որտեղ որ այդ շահերը հատվեն, այսինքն որտեղ որ Եվրամիության եւ Ռուսաստանի հետ աշխատելու միաժամանակ աշխատելու հնարավորություն չլինի, Հայաստանը ընտրելու է Եվրամիության ճանապարհը։ Ընդ որում Արևմուտքի ճանապարհը, Եվրամիության ճանապարհը, այն ճանապարհը, այն ճամբարների ճանապարհը, որտեղ Ռուսաստանը չէ։ Ընդ որում Հայաստանը այդ ընտրությունը կատարելու է այն պահին, երբ որ դրանք հատվեն։ Տեսեք, խոսքը ես բերում եմ ԵԱՏՄ-ի մասին զրույցին։ Ինչու Հայաստանը այժմ չի անցկացնում հանրակրվե։ Հայաստանի ժողովուրդը ակնհայտ է, որ եթե հանրակրվե անցկացվի, կընտրի Եվրամիության ճանապարհը եւ չի ընտրի ԵՏՄ ճանապարհը, անկախ նրանից, որ ունենք որոշ տնտեսվարողներ, ովքեր ԵՏՄ-ում գումարներ են աշխատում։ Բայց դա Հայաստանին այսօր պետք չէ։ Հայաստանը այդ ընտրությունը այսօր անելու կարիք չունի, անկախ նրանից Ռուսաստանը ինչ կհայտարարի կամ ՀԱՊԿ կամ ԵՏՄ-ն ինչ կհայտարարեն։ Երբ կգա պահը, երբ կհատվեն այդ երկու ճանապարհները, այլևս հնարավոր չի լինի լինել եւ ԵԱՏՄ անդամ եւ ԵՄ հետ հարաբերությունները խորացնել, արդեն Հայաստանը ընտրություն կատարի, բայց ես նորից եմ ուզում նշել, որ Հայաստանի ժողովուրդը այդ ընտրությունը արդեն կատարել է։ Այստեղ մնում է միայն իրավականորեն ամրագրել այն պահին, որ դա անհրաժեշտ կլինի։ Դուք ասում եք, որ սա ոչ թե քաղաքական, այլ տնտեսական մրցակցություն, այսինքն չեք ընդունում այն տեսակետը, որ տնտեսական ծրագրերը, որոնք այսօր իրականացնում է Եվրոպական միությունը Հայաստանում, աջակցությունը ֆինանսական, ես նշեցի արդեն, սրանք ոչ միայն տնտեսական են, այլև երկարաժամկետ ներդրում են Հայաստանի քաղաքական ապագայի մեջ։ Ես ընդունում եմ այդ տրամաբանությունը, ես չեմ ընդունում, որ դրանք մրցակցության տրամաբանության մեջ են քաղաքական ապագայի մեջ ներդրում, որովհետև սրանք ներդրում են այն բանի համար, որ Հայաստանը իր արդեն արած ընտրությունը կարողանա պաշտպանել, որ Հայաստանին սպառնալիքների միջոցով չշեղեն այն ուղուց, որ Հայաստանը շարունակում է գնալ։ Եթե առաջիկայում Եվրամիության հետ հարաբերությունները ավելի են խորանում, հասնում են ինչպես արևմտամետ փորձագետների չաթերն ասում են միջև ասոցիացիան համաձայնագիր եւ այլն, Հայաստանի որ ոլորտները կզգան այդ փոփոխությունը, ավելի շատ որոնք կփոխվեն տնտեսական, անվտանգային, քաղաքական, պետական կառավարման։ Տեսեք, մենք ունենք հիմա վիզաների ազատականացման գործընթաց։ Հետագայում ըստ Հայաստանի Հանրապետությունում ընտրված արդեն ընդունված օրենքի մենք պիտի Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհով գնանք դեպի Եվրամիության անդամակցության ճանապարհ եւ այդ բոլորը ենթադրում են ձեր նշած բոլոր ոլորտներում աշխատանքներ, բարելավումներ։ Եթե անվտանգային ոլորտում մենք տեսնում ենք այդ աշխատանքը արդեն մի քանի տարի եւ այստեղ ըստ էության նորություն որպես այդպեսին լինել կամ չի կարող կամ շատ փոքր են լինելու այդ նորություններն ու զգայուն էլ չեն լինելու, մարդիկ չեն զգալու, ապա մնացած բոլոր ոլորտներում կլինի տնտեսությունը, կլինի պետական կառավարումը, կլինի իրավական հարթությունը, դատա իրավական համակարգը եւ այլն, շատ մեծ աշխատանք կա կատարելու։ Եվ այդ աշխատանքը այնքան մեծ է, որ դրա համար իմ գնահատմամբ ոչ թե տարիներ, հավանաբար տասնամյակներ կարող են պետք լինել։ Խոսելով Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունների, արագընթաց զարգացումների մասին, անպայման պետք է անդրադառնալ նաեւ այն զարգացումներին, որ տեղի ունենում Իսրայելում, մասնավորապես նկատի ունեմ կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչ է կատարվում, ինչու հենց հիմա, ինչ փոխվեց, որ դա հնարավոր եղավ Իսրայելում։ Երկու իրողություն, առաջին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները մնում են բավական լարված, բայց նախկինում էին լարված, բայց Իսրայելը չէր ընդունում, բայց կա երկրորդ իրողություն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ջերմանում են, այսինքն Հայաստան-Թուրքիա սառույցը հալվում է եւ դրանից անհանգստացած են երկու Հայաստանի ճակերտավոր բարեկամ երկրներ, Ռուսաստանը եւ Իսրայելը։ Իսրայելում ինչու հենց հիմա, տեսեք դուք հարցնում եք, Իսրայելում գտան, որ այս պահին կարելի է մեկ հարվածով երկու նապաստակ խփել, առաջին Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին փոքր ավելի կրկրել Թուրքիային եւ երկրորդ Հայաստան-Թուրքիա այդ հարաբերությունների շրջանակներում որոշակիորեն թույն խառնել մեղրին, այսպես ասած։ Եվ ինչու ոչ, բավական լավ մարտավարություն է, բավական հետաքրքիր որոշում է։ Ես ուղերձը
Ես հուսում եմ, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հանրությունը այնքան խելամիտ կգտնվեն, որ շատ չեն ոգևորվի եւ չեն մոռանա, որ մենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման, նորմալացման ճանապարհով ենք ընթանում, թեև իհարկե որպես հայ մարդ ես իհարկե ողջունում եմ Իսրայելի կողմից Հայաստան ճանաչումը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գլուխը կորցնի եւ մոռանա պրակտիկ քաղաքականության մասին։ Այսինքն պետք է նշել, որ թեև ակնհայտ է բոլորի համար, սա պատմական արդարության հարց չէ, որ Իսրայելը գնում է, այլ ուղերձ եւ այդ ուղերձում է Հայաստանին, Թուրքիային։ Գիտեք, երբ Հայաստանությունը ճանաչում է Ուրուգվայը, որը ըստ էության մեր տարածաշրջանում որպես լուրջ ներդրում կամ լուրջ շահեր էլ չունի, այդտեղ կարելի է խոսել պատմական արդարության մասին, բայց երբ Հայաստանությունը ճանաչում է Ռուսաստանը, Իսրայելը կամ մեր տարածաշրջանում այդպես ամբողջությամբ ներգրավված պետություններ, այստեղ պետք է հասկանալ, թե ինչ շահեր կան։ Լավ, այս թեման իհարկե անընդհատ կարելի է շրջապել եւ շարունակել, բայց անցնենք առաջ, հիմա արդեն Ուկրաինա, Ղրիմ, Ուկրաինայում ինչ է ցույց տալիս վերջին զարգացումները, պատերազմը մոտենում է ավարտին, թե ել ավելի է խորանում։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալիս, որոնց չգիտեմ $1 միլիոն արժեցող հարց եք տալիս։ Այն ինչ տեղի է ունենում, կարելի է անվանել, թեև ես չեմ շտապի անվանել բեկում պատերազմ, բայց կարելի է անվանել իրադրության փոփոխություն, որովհետև մինչ այս տարվա մարտ ամիսը անկախ նրանից, որ կար հատվածներ, որտեղ ուկրաինացիներն են ինչ-որ բան վերցնում, կար հատվածներ, որտեղ ռուսներն են ինչ-որ բան վերցնում, ընդհանուր հավասարակշռությունը շատ փոքր, բայց Ռուսաստանի կողմն էր։ Վերջին 4 ամիսների ընթացքում սա փոխվել է։ Վերջին 4 ամիսների ընթացքում Ռուսաստանը կորցրել է ավելի, քան ձեռք է բերել։ Ընդ որում Ռուսաստանը կորցրել է ավելի, քան ձեռք է բերելուն գումարած, նաև Ուկրաինան կարողացել է այնպիսի ռազմական արդյունաբերություն զարգացնել, որ այլևս որևէ մեկի թույլտվության կարիքը չունի Ռուսաստանի որևէ հատվածին հարվածելու համար։ Մենք տեսնում ենք, որ նրանք Մոսկվային են օրինակ հարվածում իրենց իսկ արտադրած ուրեմն զենքի միջոցով։ Ինչը նշանակում է, որ Ռուսաստանի դիրքերը թուլացել են եւ ինչ է ենթադրում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։ Ինչ է ենթադրում ոչ միայն պատերազմում, այլև Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասն էլ կգան։ Պատերազմի ավարտի մոտեցում թե հեռացում իհարկե շատ բարդ է ասելը, որովհետեւ Ռուսաստանի իշխանությունում արդեն ապացուցել են, որ այնքան հեռու են խելամիտ որոշումներ կայացնելուց, որ նրանք կարող են նույնիսկ ընդհակառակը ավելի զայրանալ եւ ավելի շատ ռեսուրսներ ծախսել, ընդհանուր զորահավաք հայտարարել, ինչը պատերազմը միայն կերկարացնի։ Ռուսաստանի ներսում էլ բավական անկանխատեսելի զարգացումների կբերի։ Հարավային Կովկասում սա ինչ է նշանակում, սա նշանակում է մեկ բան, որ մենք շարունակում ենք ապրել այս կիսա անորոշ, կիսա տուրբուլենտ միջավայրում, ինչը նշանակում է իր հերթին, որ Հայաստանի Հանրապետության այն կուրսը, որը վերցրել է Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում, դեռևս կարող է շարունակվել։ Հենց որ ռուս-ուկրաինական պատերազմը վերջանա, Հայաստանում ստիպված կլինենք վերաիմաստավորել եւ ստիպված կլինենք հարմարվել նոր իրավիճակին։ Բայց նոր իրավիճակը կարծես թե դեռ մոտ չէ։ Այսօր ինչ շատ է խոսում հատկապես Ղրիմի մասին։ Ղրիմում ստեղծված իրավիճակը որ չափով կանդրադառնա Ռուսաստանի դիրքերին նույն պատերազմում եւ ընդհանրապես արտաքին քաղաքականության վրա։ Ղրիմը բավական բարդ վիճակում է, մենք տեսնում ենք խոճապահար փախչում են Ղրիմում բնակվող շատ ռուսներ, բավականին նման է նրա հետ ինչ տեղեր ունենում միայն փախչելու առումով իհարկե ինչ տեղեր ունենում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող մարդկանց շրջանակում, բայց կա մի շատ կարևոր տարբերություն, ուկրաինացիները էթնիկ զտման չեն ենթարկում ռուսներին Ղրիմում, նույնիսկ Ղրիմ չեն էլ հասել, իսկ ադրբեջանցիները էթնիկ զտման ենթարկեցին արցախահայությանը, բայց այստեղ էական մի տարբերություն կա, որը պետք չէ մոռանալ, այն պահին, երբ արցախահայերը էթնիկ զտման են ենթարկում, պատերազմ չկար։ Այս պահին, երբ Ղրիմից ռուսները փախնում են, պատերազմ է։ Ինչը էականորեն նորից փոխում է իրադրությունը, փոխում է ուժերի հարաբերակցությունը կամ ուժերի հարաբերակցության վերաբերյալ մեր պատկերացումները։ Իհարկե Հայաստանում կան որոշ այդպես ճակերտավոր փորձագետներ, ովքեր այդպես դեռ ողջորված պատմում են Անկորիջի մասին, թեև արդեն հայտարարվեց, որ Անկորիջը ոչ թե համաձայնություն չի եղել, այլ դրանում խոսակցությունները նույնիսկ այսօր արդեն հին են, ժամկետ անց են եւ այլն։ Իրականությունը այլ է, իրականությունն այն է, որ Ռուսաստանը այլևս չի կարողանում սողացող պատերազմում որոշակի առավելություն ունենալ եւ թելադրել։
Այսօր այդ որոշակի առավելությունը անցել է Ուկրաինային, թեև Ուկրաինան եւս դեռ այս պահին դեռ չի կարողանում թելադրել, բայց Ռուսաստանն էլ չի կարողանում թելադրել։ Ինչը նշանակում է, որ այն ինչ ես ասացի, որ դեռևս վերջը չի եղել։ Այստեղ շատ կարևոր է նաև հետաքրքիր ավելի շատ Բելարուսի դիրքավորումը, Լուկաշենկոյի քաղաքական վարկագիծը, ինչ է կատարվում այստեղ։ Ըստ էության Լուկաշենկոն երկու քարի արանքում է եւ զարմանալի չէ, որ Ռուսաստան այցից հետո նա Չինաստան այցելեց եւ Սի Ցզինպինի հետ հանդիպեց։ Հավանաբար ցանկանում է հասկանալ իրեն ինչ որ մեկը տիրություն կանի, եթե իր հետևից գան։ Ենթադրվում է, որ Մոսկվայում նա այդ հարցի պատասխանը չի ստացել եւ ստիպված է եղել թռնել Պեկին։ Ինչու Մոսկվայում նա այդ հարցի պատասխանը չի ստացել, սա էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ ըստ էության Զելենսկին նրանից պահանջեց անջատել այդ սարքերը, որոնք վերահարարցակում էին ըստ Զելենսկու ռուսական դրոնների հարվածների տեղերը եւ Լուկաշենկոն ենթարկվեց, որովհետեւ Զելենսկին հայտարարել որ դրանք անջատված են, Բելարուսն չի հակադարձում։ Հավանաբար Լուկաշենկոն ենթարկվել է։ Իսկ քանի որ ենթարկվել է, դա նշանակում է, որ ըստ էության Պուտին-Լուկաշենկո համաձայնությունը այլևս գոյություն չունի կամ գոնե Պուտինը մտածում է, որ Լուկաշենկոն իրեն դավաճանեց։ Իսկ թե ինչպես է Պուտինը վերաբերվում այն մարդկանց հետ, ովքեր ըստ իր կարծիքի իրեն դավաճանել են, մեզ շատ լավ կպատմեր Պրիգոժինը, ցավոք չի հասցնի։ Շնորհակալություն եւ մեր զրույցի վերջում բլից հարցեր, արագ պատասխաններ, այո, ոչ, մեկ բառ կամ մեկ նախադասություն։ Հայաստանն այսօր ավելի ապահով է, քան 1 տարի առաջ։ Այո։ Ռուսաստանը կվերականգնի նախկին ազդեցությունը Հայաստանում։ Ոչ։ Եվրոպան պատրաստ է իրական ռազմավարական գործընկեր դառնալ Հայաստանի համար։ Հիմնականում։ Միացյալ Նահանգներին հարավային Կովկասում կմեծացնի իր դերակատարումը ել ավելի։ Այո, նա այդ ճանապարհի վրա է։ Թուրքիան փոխում է իր տարածաշրջանային քաղաքականությունը։ Ոչ։ Ադրբեջանը շահում է աշխարհակաղակական այս փոփոխություններից։ Այո։ Իսրայելի քայլը պատմական շրջադարձ թե մեկ այլ բան։ Իսրայելի քայլը շահերի այս պահին շահերի համընկնում է։ Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին թե ոչ։ Չի մոտենում։ Ինչ է սպասվում Ղրիմին, ինչպես կդասավորի Ղրիմի ճակատագիրը։ Դա կախված է Ռուսաստան-Ուկրաինա ընդհանուր ճակատում տեղնուցող իրադարձություններից, որտեղ տարբերակները շատ են։ ՀԱՊԿ ունի ապագա։ ՀԱՊԿ չուներ ապագա արդեն 10 տարի առաջ։ ԵԱՏՄ-ն կմնա նույն ազդեցիկ կառույցը։ ԵԱՏՄ-ն ի վերջո փլուզվելու է, թե երբ դեռ բաց չէ։ Հայաստանը վերջնական աշխարհակաղակական ընտրություն կատարել է։ Ժողովուրդը այո, իշխանությունները դեռ ոչ։ 2026 թվականը կարող է դառնալ շրջադարձային Հայաստանի համար։ Ես չէի ասի 1 թվականը կարող է դառնալ շրջադարձային։ Հավանաբար շրջադարձային տարի մենք արդեն անցել ենք։ Ինչն է այսօր Հայաստանի ամենամեծ արտաքին վտանգը։ Ամենամեծ արտաքին վտանգը Ռուսաստանի հաղթանակն է Ուկրաինայում։ Իսկ ամենամեծ հնարավորությունը։ Ամենամեծ հնարավորությունը Միացյալ Նահանգների շահերի գոյությունը կամ երկարաձգումն է մեր տարածաշրջանում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք խոսեցինք ընտրությունների մասին, ընտրությունների արդյունքների վիճակման մասին Սահմանադրական դատարանում, բայց իրականում խոսում էինք պետության մասին։ Խոսեցինք Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, բայց իրականում խոսում էինք պատասխանատվության մասին։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ այնպես արագ է փոխվում, որ վերլուծաբանները, փորձագետները, լրագրողները նույնիսկ հազիվ հասցնում են կամ չեն հասցնում հետևել։ Այստեղ իհարկե շատ կարևոր է, թե ինչ որոշումներ են կայացնում մեծ պետությունները, բայց էլ ավելի կարևոր է, թե ինչ որոշումներ կկայացնի Հայաստանը եւ ինչպես կփորձի կամ ինչպես կհաջողի իրականացնել այդ որոշումները իր տեսլականը ունենալու կառուցելու համար։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։